Ուրեմն եկեք անցնենք հաջորդ գաղափարին, որը պրոյեկցիան է, որը նույնպես սահմանվելու է սա մեր ուրեմն սկալար արտադրյալի միջոցով։ Ուրեմն տեսեք, ձեզ դպրոցից պրոյեկցիան իհարկե ծանոթ է արդեն, շատ լավ ծանոթ է, ինչպես է ծանոթ, նայեք, այս հետևյալ իրավիճակն է, եթե ինչ-որ մի հատ ուղիղ գիծ է տված, ստեղ մի հատ այսենց կետ է նշված, ապա պրոյեկցիան դա այսքանը չի պրոյեկցիան, այս հատվածը չի այն մյուս հատվածի պրոյեկցիան։ Եվ դա ինչ-որ կոսինուսի միջոցով, կոսինուս ալֆա կամ կոսինուս ֆի դրա միջոցով սահմանվում էր։ Հիմա եկեք տեսեք ոնց ենք մենք պատրաստվում այս պրոյեկցիան իրականացնել։ Նայեք, նախ ես ձեզ մի հատ հարց տամ։ Եթե ինչն է վատ, որ այս ամեն գրածի մեջ, եթե ասես մի հատ հատված է տված, այս կետից այս ուղին տանեմ ինչ ուղղահայաց, մի հատ ուրիշ սենց ուղիղ, ու սա անվանեմ այս OB-ն անվանեմ OA-ի պրոյեկցիա։ Եթե ես այսպես ասեի, ինչը մի քիչ այդքան էլ լավ չէր լինի այս մեր դասընթացի կոնտեքստում։ Ինչ իդեա կա։ Այն չափանի դեպքում չեմ կարող այդպես սահմանել հետ։ Եսի այն չափանի 5 չափանի տարածության մեջ, եթե ես դες ասեմ 5 չափանի տարածության այս կետից, այս 5 չափանի տարածության ուղի։ Ոնց ուղիղ տանենք, ուղղահայաց։ Չենք իմանա ոնց ուղղահայաց տանենք։ Դե հələ մի հատ պատկերացրեք եւ հələ տարեք 5 չափանի տարածության մեջ ուղղահայաց ոնց տանենք։ Բայց ես առաջարկում եմ ուրիշ խոսակցություն վարենք, տեսեք։ Նայեք, հələ եկեք գնանք 1.5b պատկերին, որի մեջ շատ համոզիչ այս ամեն ինչը դուրս է բերված։ Ուրեմն այս պրոյեկցիան է, OC-ն դա OA-ի պրոյեկցիան է։ Հիմա տեսեք ինչ գործողություններ եմ ես անելու, ուշադիր խնդրում եմ հետևեք։ Նայեք, այս OA-ն փոխարինենք V վեկտորով, որտեղ վեկտորներով ենք մենք աշխատում։ Հետո այս մեր L ուղի վրա միացած պատահական B կետ նշենք ստեղ, էսը նայեք, եւ իրավունք ունեմ սենց մի հատ էսա V-եր, էս էլ թող մի հատ այս OB-ն էլ թող մի հատ U վեկտորը լինի։ Էսա նայեք, V վեկտորը ստեղ, U վեկտորը ստեղ։ Մեր նպատակակետն է այս V շտրիխը գտնել։ Ոնց իրան կամաց կառուցենք նենց ինգրադիենտներից, որը կախված չի մեր տարածության չափողականությունից։ Էտա մեր սրամիտ այսպես անցումը։ Նայեք, ես մի հատ սենց V շտրիխը հələ գրեմ, հələ չենք կառուցել, բայց նշանակեմ իրան երկչափանի դեպքում։ Երկչափանում կարող եմ անել։ Եվ այս V շտրիխը ինչ լավ հատկություններ ունի։ Նայեք, V շտրիխի երկարությունը հավասար է երկչափանի դեպքում ինչ։ V-ի երկարություն անգամ ինչ, դուք ասեք։ Կոսինուս թետա։ Կոսինուս թետա, կոսինուս թետա։ Լավ, երկարությունը իմացանք, բայց ուղղությունը չգիտենք։ Գիտեք ինչ անեմ, վերցնեմ մի հատ E վեկտոր վերցնեմ, տեսեք, այս կապույտ վեկտոր այս տեսկոմերում որ տեղադրված է։ Ինքը նույն ուղղությունն ունի ինչ որ ուն կամ V շտրիխը, մենակ թե իր երկարությունը 1 է։ Դուք անցած դասից հիշում եք, որ սա նորմալիզացված կամ նորմալ վեկտոր էր, չէ՞ կոչվում։ Այս վեկտորը ոնց ստանանք։ E վեկտորը մեր ունեցած ինգրադիենտներից ոնց կարելի է ստանալ։ Նայեք, եթե մենք ունեինք ուրա այս մեր ուն եւ եթե նորմալիզացնենք, ով է ուզում հիշացնել, նորմալիզացնել վեկտորը ինչ է նշանակում։ Բազմապատկենք մեկը բաժանած ուի երկարությամբ։ Այո։ Ուն ով էլ ուզում է ըլնի, չգիտենք, կարող է սա հեչ լավ վեկտոր չի, երկարա, կարճ է, ինչ որ է, բայց եթե իր այնքան որ ոչ զրոյական լինի, բաժանենք իր երկարության մեջ կստացվի մաքուր են։
Հիմա նայեք երկու հատ լավ ինգրեդիենտ ունենք։ Այս մեր ե-ն է, որը ճիշտ ուղղություն ունի, այսինքն V' համար ճիշտ ուղղություն ունի, բայց երկարությունն է թարսի պես անհաջող, երկարությունը 1 է, մենք չենք ուզում երկարությունը 1 լինի, մենք ուզում ենք երկարությունը ասես լավ բոլ երկարություն լինի, ինքը էս V' լինի։ Եվ մի հատ էլ առանձին երկարություն ունենք V'-ի ստեղ գրած, բայց սա էլ թարսի պես սկալար թիվ է, վեկտոր չի, ուղղությունը չունենք։ Հիմա այս ե-ից եւ այս V'-ից ոնց մենք ռեկոնստրուկցիա անենք, վերակառուցենք Բազմապատկի իրավով։ Всё, եթե մենք գիտենք, որ V'-ի երկարությունը ասենք թե 8 է, ու ինքը ե-ի ուղղությամբ է ուղղված, ու ե-ի երկարությունն էլ 1 է, այս ամբողջ այս խոսակցությունը բազմապատկեմ այս խոսակցությունով կստանամ մաքուր այս մեր V'-ը։ Այս կառուցումներից հետո եկեք գանք այստեղ։ Ուրեմն նայեք։ V' վեկտորը հավասար է V-ի երկարություն անգամ կոսինուս թետա անգամ ե, չէ, այս մեր առաջի քայլն էր։ Հետո հիմա տեսեք, որը ինչ ենք պարզեցում ենք կատարում։ V-ի երկարությունը ոնց որ կար, ստեղ էլ գրել ենք առանց փոփոխության։ Կոսինուս թետան հասկանալի է, որ կարող եմ այսպես գրել։ Դուք ասեք, ինչի իրավունք ունեմ սենց գրելու։ Ըստ սահմանման կոսինուս թետան տենց ենք սահմանում։ Դե ե-ն էլ փոխարինել եմ ուն բազմապատկած 1 ու երկարության։ Այս անցումից, այսքան հատվածից հարցեր կան։ Ահա, հարցեր չկան, բայց ինչ որ կրճատման պահեր կան։ Այս V-ի երկարությունը սա ոնց որ լավ կրճատվում է, մնում է սա։ Իսկ ինչա ու-ի երկարություն անգամ ու-ի երկարություն։ Ինչու է դա հավասար ու սկալար արտադրյալ։ Ընդհանուր դեպքում հավասար չեն։ Բայց այս դեպքում հավասար են։ Ինչու՞։ Որտեվ ուն, տեսեք, ու-ի եւ էլի նույն ու-ի սկալար արտադրյալը որ ասեմ, չէ՞։ Պետք է ինչ լինի ու-ի երկարություն անգամ ու-ի երկարություն անգամ կոսինուս ալֆան, որտեղ ալֆան ու-ի եւ ու-ի միջև կազմած անկյունն է։ Դա ինչ է։ 1, որտեղ համընկնում է։ Որտեղ 0 աստիճան է 1 կոսինուս, ասյո։ Ուրեմն սա էլ սենց ստացվեց։ Հիմա նայենք այս մեր գրառմանը։ Ինչով է լավ այս գրառումը մեր մինչև հիմա արած բոլոր խզբզոցներից։ Սա լավ է նրանով, որ տեսեք օգտագործված է միայն ինչ վեկտոր, սկալար թիվը բազմապատկած վեկտորով, մենք կամայական rn տարածության մեջ կարող ենք, չէ՞, այս բազմապատկումը կատարել։ Եվ էլ ինչա տված, մեզ տվածը մենք օգտագործված ենք նաև սկալար արտադրյալ, որը կամայական rn-ում կա։ Նշանակում է այս գրառումը, որը երկչափանի դեպքում նշանակում էր այն ներքևի սիրուն պրոյեկցիան, մի գրառումը, որ կախված չի երկչափ որևէ կոմպոնենտից։ Մենք կարող ենք սա վերցնենք ու համարենք իրեն ցանկացած n չափանի տարածության մեջ v-ի պրոյեկցիա ու վեկտորի վրա։ Տակից գալիս է սահմանում։ Եթե տված է rn տարածությունը, նրա մեջ տրված է ու v վեկտորները, որտեղ ուն հավասար չի 0-ի, այստեղ ինչ որ միտեղ պետք է որ գրած լինի ուն հավասար չի 0-ի, ապա սահմանվում է v-ի պրոյեկցիան ու-ի վրա հետևյալ կերպ։ Նախ ահա այս է նշանակումն է, պրոյեկցիա v-ին ու-ի վրա, որը հավասար է ու v սկալար արտադրյալ բաժանած ու սկալար արտադրյալ անգամ ու։ Սահմանում ասա։ Անգամ 5 չափանի տարածության մեջ, որը պատկերացնել չենք կարող, այս անալիտիկ կարող ենք գրենք իր սկալար արտադրյալը։ Ուրեմն հեշտ հիշելու ձևը որն է, տեսեք, այստեղ լիքը ու-եր են գրած, այ մենակ սա է, որ v-ը։ Հետո մի հատ էլ հասկանանք, այս մեծ խոշոր արտադրիչը այսքանը, սա ինչ է, այսքան գրածը վեկտորա թե թիվ է։
Թիվ։ Ընդամենը ապրեք թիվը։ Այ վեկտորը մենակ այս սայա որ կա։ Օրինակներ ա տրված։ Ահա, ենթադրենք երկչափանի տարածությունում v-ն ա տված, ուն ա տված։ Հələ պրոյեկցիան ոնց կհաշվենք v-ի պրոյեկցիան ուն։ Հələ իրանք սկալարապես բազ պատկերենք իրար, 4 անգամ 3 գումարած -5 անգամ 2, էսա տեսեք 2, բաժանած 4 անգամ 4 պլյուս -5 անգամ -5, տվեց ինչ? 41, դա բազմապատկում ենք այս 4 -5 վեկտորով, ստացվեց այսա, սա այս վեկտորի պրոյեկցիան է սրա վրա։ Այս ուզում էլի շեշտեմ, որ տեսեք հետաքրքիր է, որ չնայած ավելի ընդհանուր բան ենք ստացել, ավելի խոշոր բան, ուժեղ բանաձև ենք ստացել կամայական չափանի տարածության վրա, բայց դպրոցական տրիգոնոմետրիայի սահմաններում ահագին սինուս կոսինուսի հետ պիտի աշխատեիք մինչև պրոյեկցիան գտնեիք։ Իսկ ստեղ ոնց որ մանկական բան ստացվեց։ Ավելին, տեսեք, ստեղ ավելի բարդ օրինակ կա, ասում է, փորձեք ինքնուրույն սա լուծել։ Ինչ որ եռանկյուն է տված, 3 կետերն էլ, ինչ որ 2 կետերը տված են, ինչ որ հայտնի է, որ ինչ որ խառախշտիկ պայմաններ են տված, ուզում է ոնց որ թե այս կետի հեռավորությունը այստեղից։